Հանուն Հորի և Որդու և Որդուի Սրբո, ամեն։ Հացի բազմացումից հետո ժողովուրդը ուզեց Քրիստոսին տանել և թագավոր դարձնել։ Բայց երբ Տերն իմացավ, որ իրեն ուզում են թագավոր դարձնել, թողեց և բարձրացավ լեռը աղոթքի։ Ինչու էր ժողովուրդը ուզում Քրիստոսին թագավոր դարձնել։ Ձրի ուտելու համար, որտեղ Քրիստոս ձրիաբար կերակրել էր նրանց, համով գեղեցիկ հաց էին կերել և ուզում էին միշտ ձրի ուտեին, և Քրիստոս իրենց թագավորը կդառնար, ամեն օր հացը կբազմացներ, իրենք կուտեն ու կապրեին, կվայելեին, այսպես կարճ էին մտածում։ Բայց ձրի հաց ուտելու հրաման ոչ ոք չունի երկրի վրա։ Դրախտում անգամ Ադամը ձրի չպետք է ուտեր, ոչ էր պետք է աշխատեր, մշակեր հողը, որ բերք ստանար, ոչ, դրախտում ամեն ինչ կար, բայց պետք է պարապ չմնար, ձրի չպետք է ուտեր իր պտուղները, պետք է աշխատեր, ինչպես Աստված Ադամին ասաց, մշակիր և պահպանիր դրախտը։ Ուստի Տերը չուզեց, որ մարդիկ ձրիաբար իր մատուցած ծառայությունից օգտվեն, իրեն էլ դարձնեն թագավոր և հետո էլ ծափ տան ասեն, ես ինչ լավ թագավոր է, մեզ ձրի հաց է տալիս, ուտում ենք։ Ոչ, չուզեց այդպես Տերը։ Քրիստոս թագավոր էր և կարիք չկար կրկին թագավորելու։ Թագավորների թագավորն էր, հրեշտակներից վեր էր, Սուրբ Երրորդության մեջ էր, երկրորդ անձը, Աստծո միածին որդին էր և կարիք չկար թագավորելու։ Այդ պատճառով թագավորը այլևս էլ ինչ թագավոր էր։ Ուստի մեզ ցույց տվեց, օրինակ տվեց, եւ որտեւ եթե դուք ուզում եք թագավորել, մի ուզեք թագավորել։ Որտեւ եթե պետք լինի, Աստված ձեզ թագավոր կդարձնի, բայց եթե դուք ուզենաք թագավորել, ուրեմն ծառա կդառնաք։ Այսպիսի մի պատմություն տեղ ունեցավ նաև դրախտում։ Ադամին Աստված թագավոր էր ստեղծել։ Իշխում էր երկնքի թռչունների, ծովի, ձկների և ամբողջ արարչության վրա, բացի հրեշտակներից։ Վերևը իրենը չէր, ներքևն էր իրենը։ Բայց թագավորը Ադամը պետք է այնպես թագավոր էր, որ իբրև թե թագավոր չի, խոնարհ թագավոր պետք է լիներ, որտեղ պետք է ընդուներ, որ Աստված ամեն ինչի թագավորն է, Տերն է, պետք է խոնարհվեր Աստծո կամքի առջև, Աստծո հրամանը պետք է կատարեր և մնար թագավոր, և ավելի պետք է բարձրանար, երկինք պետք է գնար, երկրավոր թագավորից վեր երկնային արքայությունը պետք է ժառանգվեր։ Բայց ցավոք սրտի մենք էլ ի դեմս Ադամի չուզեցինք թագավորել խոնարհ ձևով, Աստծո հրահանգի համաձայն, ուզեցինք մենք մեր ձևով թագավորել, չէ, ես ուզում եմ այսպիսի թագավոր լինել, դե որ ուզում ես չես լինի, այսպես եղավ պատմությունը, և այդպես թագավորը Ադամը զրկվեց իր թագավորությունից, մարդը պատվի մեջ էր, չգիտակցեց իր պատիվը, հավասարվեց անբան անասունների, անասնական կերպ դարձավ, թագավորից դարձավ անասուն, անասունների վրա պետք է իշխեր, անասուններին հավասար դարձավ, էդի Ադամին չի վերաբերվում մենակ, մեզ է վերաբերվում։ Մեր այս նույն պատմությունը մեր կյանքում է կրկնվում, Քրիստոս սովորեցրեց, որ Ադամի սխալը չկրկնենք մենք։ Մենք պետք է իրապես կարողանանք խոնարհ լինել, որտեղ հպարտությունը ծնվում է մեր մտքում, հպարտությունը դա հոգևոր մեղք է, մտավոր մեղք է, և մեր մտքում է ծնվում, և արտահայտվում է մեր խոսքերի մեջ, արտահայտվում է մեր գործերի մեջ, բայց մեր մտքում ծնված հպարտությունը մենք չենք տեսնում, հետո զգում ենք, որ մի բան են չասեցինք, մի բան են չարեցինք,
Այսինքն հպարտությունը արտահայտվում է մեր խոսքերում, գործերում, ծնվում է մեր մտքում։ Եվ եթե մենք ուզում ենք հպարտությունը հաղթահարել եւ լինել խոնարհ, հեզ լինել, համեստ լինել, ուրեմն ամեն տեսակի նախաձեռնություն պետք է կատարենք։ Նախ եւ առաջ մեր կյանքում ինչ որ առիթ լինում է խոնարհվելու, այսինքն ինչ որ մեկը խոսք է ասում, մենք պետք է նրանից ավել խոսք չասենք, նրանից առաջ չընկնենք, այսինքն խոսքով խոնարհ լինենք, վերջինը խոսենք կամ չխոսենք, ինչ որ մեկը ինչ որ գործ է անում, մենք հպարտության պատճառով չպետք է առաջ ընկնենք, ասենք, չէ, ես պետք է անեմ, այսինքն չխանգարենք այդ բարի գործը։ Եթե կարող ենք օգնել, օգնենք բարի գործին։ Եթե չէ, մեր հպարտությանը դատարկ եսասիրության համար առաջ չընկնենք։ Բայց այս բոլորը արտաքին նախաձեռնություններ են հպարտությունը հաղթահարելու, այսինքն արտաքին գործերի խոնարհություն են։ Հպարտությունը հաղթահարվում է խոնարհությամբ։ Մենք պետք է այո, խոսքի խոնարհություն ունենանք, գործի խոնարհություն ունենանք, բայց այդ բոլորը օգուտ չի տա, գործնական օգուտ չի տա, եթե մենք մտքի խոնարհություն չունենանք, որտեղ հպարտությունը մեր մտքի մեջ է ծնվում, հետո խոսքով եւ գործով է արտահայտվում։ Մեր մտքի խոնարհությունը ինչպես պետք է ունենանք, աղոթքով, մտավոր աղոթքով, մշտական աղոթքով, որտեղ մարդու միտքը հակված է դեպի հպարտություն։ Անկամ մենք պարապ ժամանակ միշտ մեր եսի մասին ենք մտածում։ Ես, եւ այդ եսի գիտակցությունը թաքնված է, տարբեր բաների մեջ քողարկված է։ Մենք այս բան ուզում ենք անենք, իբրև թե ի բարերություն ժողովրդի կամ ի փառս Աստծո, բայց իրականում ուզում ենք մեր եսը կերակրենք։ Մերն է, ես, իմ կարծիքը, ես սա անեմ, որ մարդիկ ինձ գովեն, բայց թե ինձ չեն գովում, Աստծո փառքի համար է, ես չեմ, Աստծո փառքի համար է, թող մարդկանց բարիք լինի, բայց ձեր հետ էլ թող ինձ գովեն, այսպես թաքնված այդ եսը, այդ հպարտությունը մեր մտքի մեջ միշտ ծնվում է։ Մենք եթե մտավոր աղոթքի մեջ լինենք, կարողանանք մտքով աղոթել, կտեսնենք, թե ինչպես մտավ մեր մեջ այդ մեղքը, հպարտություն։ Եվ կհանենք, կվերացնենք, արմատախիլ կանենք հպարտությունը մեր միջից, այնուհետև մեր մտքերը, մեր խոսքերը, մեր գործերը խոնարհ կլինեն եւ իրապես կլինեն ի փառս Աստծո, ի բարերություն եկեղեցու եւ հավատացյալ ժողովրդի։